Ամերիկացիները իրանական հարձակման են ենթարկվել հենց Ամերիկայում իրենց տներում։ Անհայտ հաքերները կոտրել են ջրամատակարարման համակարգերը ԱՄՆ-ի 7 նահանգներում։ Բնակիչները մնացել են առանց կայուն ջրամատակարարման, որոշ վայրերում ջուրը եռացնելու հրահանգ է տրվել։ Ամենաշատը տուժել է Մինեսոտա նահանգը, այստեղ 30 համակարգ է կանգ առել։ Կիբերանվտանգության եւ ենթակառուցվածքների անվտանգության գործակալությունը նախազգուշացում է հրապարակել։ Մասնագետները խորհուրդ են տալիս անցնել ձեռքի կառավարման։ Պաշտոնյաները կասկածում են, որ հարձակման հետևում Իրանն է։ FBI-ը սկսել է ստուգումները։ Թրամփը հարձակման մեջ մեղադրել է Մինեսոտայի իշխանություններին, նրանց անվանելով անգործունակ։ Նախկինում Փենսիլվանիա նահանգն էր ենթարկվել նման հարձակումների։ Թեքսաս նահանգում նույնպես գրանցվել են հարձակման դեպքեր։ Փորձագետները պահանջում են ավելի շատ գումար հատկացնել անվտանգությանը։ Հիմնավորում են, որ փոքր քաղաքները չեն կարող միայնակ դիմակայել պետական մակարդակի հաքերային հարձակումների։ Այժմ այն մասին, թե ինչ ենք պատմելու վայրկյաններ անց։ Թրամփի այցը Կալիֆոռնիա եւ զինված այցելուն Թրամփի գոլֆի ակումբում արդյոք պատահականություն էր։ Հրդեհի պատճառը պարզված է, հրկիզողը ձերբակալված։ Վաշինգտոնում կրակը մարել դեռ չի հաջողվում։ Գործակալները կշարունակեն դիմակ կրել, դաշնային դատարանը կասեցրել է Նյու Յորքի օրենքը։ Հերթական ներգաղթյալի մահը կալանավայրում, դեպքի վայրը Նյու Ջերսին է։ Եվ ձեր ռոբոտ փոշեկուլը կարող է ձեզ լրտեսել ու տան հատակագիծը այլ երկրների ուղարկել։ Ինչի մասին են ահազանգում իշխանությունները։ Բարև ձեզ, ես Լենա Կարապետյանն եմ, դուք միացել եք Glendale News-ին, եթե ուզում եք աջակցել մեզ, բաժանորդագրվեք մեր ալիքին եւ իհարկե անպայման լայքեք տեսանյութը, իսկ հիմա անցնենք օրվա թեմաներին։ Թրամփը ժամանել է Լոս Անջելես, սա նրա առաջին այցն է 1.5 տարվա ընթացքում։ Նախագահը գոլֆի ակումբում հանգանակություն է կազմակերպել, այցի նախօրերին անոնսվել էր, որ նախագահը կքննադատի Կալիֆոռնիայի նահանգապետ Նյուսոմին։ Նյուսոմը Թրամփին պատասխանել էր սոցցանցերում, նա պնդել էր, որ նախագահը խոստացված օգնությունը չի տրամադրել։ Դադարեցրեք Կալիֆոռնիայի բնակիչներին անտեսելը, պարոն նախագահ, գրել է Նյուսոմը։ Նահանգապետը բողոքել է, որ 2025 թվականի հրդեհից տուժածները դեռ օգնության կարիք ունեն։ Սպիտակ տնից հակադարձել են այդ մեղադրանքներին, նրանք նշել են, որ արտակարգ իրավիճակների կառավարման դաշնային գործակալության միջոցով օգնություն տրամադրվել է։ Այցի ընթացքում եղել են երթևեկության սահմանափակումներ Լոս Անջելեսում, իրականացվել են անվտանգության խստացված միջոցառումներ։ Թրամփի եւ Նյուսոմի միջև բանավեճը շարունակվում է, փորձագետների գնահատմամբ այն հեռակա կշարունակվի նաեւ Թրամփի այցից հետո։ Միջադեպ, որը մասամբ կարող է կապված լինել Թրամփի այցի հետ, զինված տղամարդը Կալիֆոռնիայում գտնվող Թրամփի գոլֆի ակումբում լրտեսել է անվտանգության աշխատանքները։ Ոստիկանությունը հայտնել է, որ տղամարդը լուսանկարել եւ տեսագրել է տարածքը։ Նա ձերբակալվել է նախագահի այցից օրեր առաջ։ 38-ամյա տղամարդը Լոս Անջելեսից է, Դաունի քաղաքից։ Տղամարդը նկատվել է գոլֆի դաշտում քայլելիս, նշել են շերիֆի բաժնից։ Իրավապահները նրա մեքենայի մեջ գտել են լիցքավորված ատրճանակ, իսկ նրա տանն անցկացված խուզարկության ժամանակ հայտնաբերել են զենքեր, զրահաբաճկոն եւ նոթատետրեր։ Այժմ նա գտնվում է կալանքի տակ, սակայն չի նշվում, թե նրա գործողությունները սպառնալիք են եղել նախագահի կյանքի համար։ Թրամփը գոլֆի ակումբ է ժամանել երեքշաբթի երեկոյան, նա ժամանել էր ուղղաթիռով։ Հորմուզի նեղուցում կրկին բեռնանավ է հարձակման ենթարկվել, Վաշինգտոնն ու Թեհրանն էլ հակասական տեղեկություններ են հայտնում բանակցությունների մասին։ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ բանակցում է նեղուցը բացելու համար։ Իրանի արտգործնախարարությունը հերքել է, նշելով, որ Թեհրանը ներկայումս Ամերիկայի հետ բանակցություններ չի վարում։ Իրանը պնդում է, որ քննարկումներ է վարում միայն Օմանի հետ։ Անորոշ վիճակը Հորմուզով նավերի անցումը գրեթե անհնար է դարձրել։ Ընդ որում դժվար է հստակ ասել, թե ով է հերթական նավի վրա հարձակվողը։ Օմանի ափերի մոտ բեռնանավ է հարձակման ենթարկվել, անձնակազմը լքել է նավը, մեկ նավաստի անհետ կորել է։ Թե ով է նավի վրա արձակել, պարզ չէ։ Տարածաշրջանում նավերի երթևեկությունը խիստ կրճատվել է։ Միջազգային շուկայում իրավիճակը մնում է անորոշ։ Վաշինգտոնում սակայն լավատես են ու կարծում են, որ առաջիկայում հնարավոր է Իրանի հետ գործարք կնքել։ Ըստ Թրամփի առաջին փուլը նեղուցի բացումն է, երկրորդ փուլում կողմերը կքննարկեն Իրանի միջուկային ծրագիրը։ Այս պահին նավերի մի մասը փորձում է անցնել Օմանի ափերով, անջատված ազդանշանային սարքերով։ Ի դեպ, օրերս հարձակման ենթարկված բեռնանավն էլ այդ տարբերակով էր փորձել անցնել նեղուցով, բայց չէր ստացվել։
Վաշինգտոն նահանգին հսկայական վնասներ պատճառած հրդեհը կարող է դիտավորության արդյունք լինել։ Կասկածյալը ձերբակալվել է։ 37-ամյա տղամարդը նախկինում դատապարտվել է սպանության համար։ Այժմ նա կասկածվում է առաջին կարգի հրկիզման մեջ, կան վկաներ ու իրեղեն ապացույցներ։ Ընդհանուր առմամբ հրդեհները ոչնչացրել են 700 կառույց։ 67,000 մարդ ստիպված է եղել տարհանվել։ Բոլոր հրդեհները միասին այրել են 8000 ակրից ավելի տարածք։ Կրակը դեռ մեկուսացված չէ։ Կասկածյալը 2012 թվականին դատվել է Արիզոնայում սպանության համար, այս անգամ դատարանի առաջ կկանգնի խոշոր վնասներ պատճառած հրկիզումների համար։ Հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են, ողջ շրջանում խստացվել են անվտանգության միջոցառումները։ Մեկ այլ մահացու հրդեհի գաղտնիք ևս բացահայտված է։ Լոս Անջելեսի շրջանի հրշեջ ծառայությունը հրապարակել է զեկույց 2025 թվականի իթոն հրդեհի պատճառների մասին։ Դա տեղի է ունեցել էլեկտրական լարման հետևանքով, ինչը առաջացել է հարավային Կալիֆոռնիայի Էդիսոն ընկերության աշտարակին։ Հետաքննությունը պարզել է, որ աշտարակից կայծեր են ընկել չոր խոտի վրա եւ հրդեհ առաջացրել։ Դա տեղի է ունեցել Լոս Անջելեսի Իթոն Քանյոն տարածքում։ Ընկերությունը ուսումնասիրում է հրշեջների զեկույցը։ Նրանք ընդունում են, որ իրենց սարքավորումը կապ ունի հրդեհի սկզբի հետ։ Հիշեցնեմ, որ հրդեհը տարածվել էր Ալդաթենա եւ Փասադենա քաղաքներում։ Այն տարածվել էր նաև մի շարք համայնքներում ևս։ Աղետը խլել էր 19 մարդու կյանք, ավելի քան 9000 շինություն ավերվել կամ վնասվել էր։ Կրակը մարվել էր 24 օր անց միայն։ Ամերիկյան ֆոնդային շուկաները հասել են նոր բարձրակետի, արհեստական բանականության հաջողությունը ոգևորել է ներդրողներին, իսկ նավթի գները որոշակի նվազել են։ S&P 500 եւ Dow Jones ինդեքսները ռեկորդային ցուցանիշներ են գրանցել, պատճառը ընկերությունների ֆինանսական լավ հաշվետվություններն են։ Հորմուզի նեղուցը կարող է բացվել մոտ օրերս։ Մերձավոր արևելքում հակամարտության կարգավորման հույսերը որոշակի իջեցրել են նավթի գները։ Տեխնոլոգիական ոլորտում նոր ռեկորդներ են գրանցվել։ Nasdaq ինդեքսը նույնպես զգալի աճ է գրանցել։ Չնայած գնաճին, շուկաները հիմնականում կայուն են, աշխատաշուկան ևս պահպանում է իր բնականոն ընթացքը։ ԱՄՆ վարչակազմը ծրագրում է արգելել չինական տվյալների կենտրոնների մասերի ներմուծումը։ Սա օգնել է տեղական ընկերությունների բաժնետոմսերի աճին։ Ամեն դեպքում ընկերությունների մեծ մասի ներկա արդյունքները գերազանցել են կանխատեսումները։ Այս ամենը լավատեսություն է ներշնչում ներդրողներին։ 100 հազարավոր աշխատատեղերի կրճատման պատճառ դարձած կառույցը փակվեց։ ԱՄՆ կառավարության արդյունավետության դեպարտամենտը Դոջը պաշտոնապես դադարեցրել է գործունեությունը, այժմ նրա պարտականությունները փոխանցվել են կադրերի կառավարման գրասենյակին։ Դոջը ստեղծվել էր 2025 թվականի հունվարին Թրամփի հրամանագրով բյուրոկրատիան ու պետական ծախսերը կրճատելու նպատակով։ Իլոն Մասկը համարվում էր դրա հիմնական գաղափարախոսը։ Դոջը ծրագրել էր տնտեսել մոտ 2 տրիլիոն դոլար։ Պաշտոնական տվյալներով խնայողությունները կազմել են նախատեսվածից 10 անգամ քիչ՝ 215 միլիարդ դոլար։ Դրանք ներառում են աշխատանքից ազատումները եւ պայմանագրերի չեղարկումները։ Նրա դեմ բազմաթիվ հայցեր են ներկայացվել, որոշ աշխատողներ ավելի ուշ վերականգնվել են պաշտոններում։ Դոջի գործունեության մասին շատ հարցեր մնում են բաց։ Քննադատները նշում են, որ այն կրճատել է 2 ծառայություններ։ Այն ներառել է գիտական հետազոտությունների եւ սոցիալական ծրագրերի կրճատում։ Ինքը Մասկը հետագայում նշել է, ծրագիրը միայն մասամբ է կրճատվել։ Դա սակայն 100 հազարավոր մարդկանց կրճատվածների կյանքը դարձրել է շատ ավելի դժվար։ Նյու Յորքում դաշնային գործակալները կշարունակեն դիմակ կրել։ Դաշնային դատավորը նահանգին արգելել է սահմանափակել դաշնային գործակալների գործողությունները։ Տեղական օրենքը նրանց արգելում էր դիմակ կրել։ Այն նաև պահանջում էր տեսանելի տարբերանշաններ կրել։ Դատարանը որոշել է, որ այդ օրենքը հակասահմանադրական է։ Դաշնային կառավարությունը կարող է արգելել նահանգներին կարգավորել դաշնային իրավապահներին։ Նյու Յորքի նահանգապետը եւ գլխավոր դատախազը հայտարարություն են տարածել։ Նրանք ասել են. «Մենք պնդում ենք մեր կարծիքը, որ դիմակավոր գործակալները Նյու Յորքը ավելի անվտանգ չեն դարձնում»։ Նրանք այժմ ուսումնասիրում են այս արգելքին հակազդելու իրավական տարբերակները։ Հարցը սկսել էր ավելի սրվել ներգաղթյալների ձերբակալությունների աճից հետո։ Դաշնային իշխանությունները ակտիվորեն աշխատում են այդ ուղղությամբ։ Նյու Յորքի օրենքը ուժի մեջ էր մտել հունիսին։ Այն ներառված էր պետական բյուջեի մաս կազմող քաղաքականության փաթեթում։ Օրենքը ստուգվել էր մայիսին։ Այժմ իրավապահները կարող են շարունակել դիմակներ կրել ծառայության ընթացքում։ Հարցի վերջնական լուծումը դեռ պարզ չէ։ Դատական պայքարը շարունակվում է մի քանի նահանգներում։
Այսի կալանավայրերում հերթական մահն է գրանցվել 41-ամյա ներգաղթյալը մահացել է Նյու Ջերսիի կալանավայրում։ Ընտանիքը պնդում է, որ մահը բժշկական անփութության հետևանք է։ Նրանք անկախ հետաքննություն են պահանջում։ Ներգաղթյալը ունեցել է էպիլեպսիա, դիաբետ եւ բարձր ճնշում։ Ընտանիքի անդամների խոսքով աշխատակիցները չեն տրամադրել անհրաժեշտ դեղորայքը։ Այսի ցերքում են մեղադրանքները, նրանք պնդում են, որ կալանավորը ստացել է պատշաճ բժշկական խնամք։ Ծառայությունը նշում է, որ կալանավորի մոտ բժշկական արտակարգ իրավիճակ է առաջացել։ Էդվինը կալանավորվել էր հունիսի 18-ին աշխատանքի գնալիս, նա ԱՄՆ-ում բնակվում էր գրեթե 20 տարի։ Նրան կալանավայրում պահում էին մինչև արտաքսումը։ Այս դեպքը հերթականն է նման մահերի շարքում։ Նախորդ տարի գրանցվել է կալանավորների 33 մահ։ Դա վերջին 20 տարվա ամենաբարձր ցուցանիշն է։ Իրավապահները շարունակում են պնդել իրենց անմեղությունը, սակայն ընտանիքը չի դադարում արդարություն պահանջել։ Ակտիվիստներն արդեն մի քանի բողոք ակցիա են անցկացրել, նրանք հիշատակի մոմեր են վառել կալանավայրի դիմաց։ Թրամփի հսկա կամարը սպառնում է պատմական Վաշինգտոնի, նախագահը ցանկանում է կառուցել 250 ֆուտ բարձրությամբ հսկա կամար։ Այն կարող է վնասել մայրաքաղաքի պատմական տեսքը, ահազանգում է ազգային պարկերի ծառայությունը։ Կամարը պետք է կառուցվի Լինքոլնի հուշահամալիրի եւ Արլինգթոնի գերեզմանատան միջև։ Զեկույցում նշվում է, որ կառույցը կխախտի դարերի ընթացքում ձևավորված լանդշաֆտը։ Կամարը կփոխի հուշարձանների միջև տեսողական կապը, ասվում է փաստաթղթում։ Նախագծին դեմ են որոշ վետերաններ ու պատմաբաններ, նրանք դատական հայց են ներկայացրել կառուցման դեմ։ Ծրագիրն արդեն նախնական հավանություն է ստացել պաշտոնական հանձնաժողովներից։ Առաջիկայում կկայանան նոր քննարկումներ։ Կառույցի ճակատագիրը մնում է անորոշ դատական վեճերի պատճառով, կոնգրեսը դեռ հավանություն չի տվել այդ նախագծին։ Amazon ընկերությունը շահագործում է վարորդներին եւ ճնշում փոքր գործընկերներին, նման մեղադրանքներով է հանրահայտ ընկերությանը դատի տվել Նյու Ջերսի նահանգը։ Խոսքը վերաբերում է առաքման ծառայության գործընկեր DSP ծրագրին։ Այն հնարավորություն է տալիս փոքր բիզնեսներին առաքել ծանրոցներ, նման բիզնեսները օրական առաքում են 20 միլիոն ծանրոց։ Նահանգը պնդում է, որ Amazon-ը պատժում է միլիոնավոր վարորդներին։ Ընկերությունը նաև արգելում է փոքր ընկերություններին իրարից վարորդներ գրավել։ Amazon-ի խոսնակը հերքել է մեղադրանքները, նշելով, որ վարորդներն ազատ են գործատուի ընտրության հարցում։ Սա առաջին դեպքն է, երբ նահանգը նման մեղադրանք է առաջ քաշում։ Amazon-ը նախկինում ևս դատական գործեր է ունեցել։ Նմանատիպ հայցեր են ներկայացրել ԱՄՆ Դաշնային առևտրային հանձնաժողովը եւ Կալիֆոռնիա նահանգը։ Այս դեպքերում նույնպես ընկերությունը հերքել է մեղադրանքները, թե ինքը մենաշնորհային գործողություններ է կատարել։ Կալիֆոռնիայում ձերբակալվել է 46-ամյա Գլեդ Հիլը, նա կասկածվում է 9 անչափահասների նկատմամբ սեռական ոտնձգություն կատարելու մեջ։ Տղամարդը օգտագործել է կինոարտադրության կեղծ նախագծեր։ Նա զոհերին գտել է համացանցի միջոցով։ Գլեդ Հիլը հանդես է եկել Շեյն Ռայան անունով։ Հետաքննությունը սկսվել է 2021 թվականին, ոստիկանները խուզարկել են նրա տունը Լոմպոկ քաղաքում։ Նրանք առգրավել են հազարավոր թվային ֆայլեր։ Գլեդ Հիլի ենթադրյալ հանցավոր գործունեությունը տևել է 25 տարի, հայտնել են շերիֆի գրասենյակից։ Նրա գործողությունները տարածվել են նաև Լոս Անջելեսի շրջանում։ Ոստիկանները կարծում են, որ կան այլ տուժածներ ևս։ Գլեդ Հիլին մեղադրում են 15 ծանր հանցագործության մեջ։ Դրանք ներառում են բռնաբարություն եւ անչափահասների վնասակար նյութեր տրամադրելը։ Իրավապահները խնդրում են հնարավոր տուժածներին կապ հաստատել իրենց հետ։ Կա նաև գաղտնի թեժգիծ օգնություն ստանալու համար։ Ոստիկանությունը շարունակում է ուսումնասիրել առգրավված նյութերը։ Գահերի խաղը հանրահայտ շարքի հեղինակ Ջորջ Մարտինը վատ նորություն ունի։ Նա պայքարում է դեպրեսիայի դեմ։ 77-ամյա գրողը վերջին ամիսներին լռում էր։ Նա այժմ վերադարձել է իր բլոգ եւ ընթերցողներին պատմել բարդ տարվա մասին։ Մարտինը այս ընթացքում կորցրել է մտերիմ ընկերների։ Չնայած դժվարություններին կա նաև լավ նորություններ։ Նրա 7 թագավորությունների ասպետը հաղթել է 9 անվանակարգում։ Մրցանակաբաշխությունը տեղի կունենա սեպտեմբերի 14-ին Լոս Անջելեսում։ Մարտինը ցանկանում է ներկա գտնվել արարողությանը, գրողը նախկինում շահել է 4 մրցանակ։ Այն ժամանակ նա հանդես էր գալիս պրոդյուսերի դերում։ Գահերի խաղը հեռուստասերիալը նույնպես հաղթել է։ Այժմ Մարտինը ավելի շատ կենտրոնացած է առողջության վրա։ Գրողը խուսափում է ծանրաբեռնվածությունից, հերթական գրքի հետ կապված ծրագրերը մնում են անորոշ։ Այժմ եկեք տեղափոխվենք մեր Facebook-յան էջ, որտեղ ունենք հրապարակումներ, որոնք վստահ եմ կհետաքրքրեն ձեզ։
SpaceX-ը նախորդ եռամսյակի համեմատ կրկնապատկել է AI-ի վրա կատարվող ծախսերը։ Ներդրումները հասել են 15.8 միլիարդ դոլարի։ Հիմնական մասը բաժին է ընկել Grok-ին։ Դա խուճապ է առաջացրել բաժնետերերի շրջանում։ Ընկերության բաժնետոմսերի գինը նվազել է 6.5%-ով։ Ըստ տեղեկությունների, շուտով ինսայդերները կսկսեն վաճառել իրենց բաժնետոմսերը, սա կարող է ավելի իջեցնել գինը։ Մասկը տիրապետում է SpaceX-ի բաժնետոմսերի 42%-ին, ընկերության շուկայական արժեքը գերազանցում է $1 տրիլիոն։ Ընկերությունը նաև համագործակցում է Nvidia ընկերության հետ։ Նրանք կիրականացնեն նոր արբանյակային ծրագիր։ Այս նորությունը կարող է բարձրացնել բաժնետոմսերի գինը, սակայն մտավախությունները դեռ մնում են։ Ձեր փոշեկուլը կարող է ձեզ լրտեսել, դրանք ունեն տեսախցիկներ ու խուսափողներ եւ կարող են կազմել տան մանրամասն քարտեզներ։ Ըստ իշխանությունների, այդ տվյալները կարող են հասնել օտարերկրյա հետախուզական ծառայություններին։ Հեռահաղորդակցության դաշնային հանձնաժողովը նոր կանոններ է ընդունել, այն արգելում է օտարերկրյա շարժական ռոբոտների ներկրումը։ Արգելքը վերաբերում է նաեւ չինական ծագում ունեցող ռոբոտ փոշեկուլների նոր մոդելներին։ Արդեն շուկայում եղած մոդելները կարող են մնալ։ Կանոնները վերաբերում են նաեւ մարդանման ու քարոտանի ռոբոտներին։ Չինաստանը կտրուկ հերքել է բոլոր մեղադրանքները, խոստանալով պատասխան քայլեր ձեռնարկել։ Շուկայում սպասվում են գնային տատանումներ։ Լոս Անջելեսի Union կայարանը բոլորին հրավիրում է պարելու։ Միջոցառումը տեղի կունենա օգոստոսի 15-ին։ Այն կսկսվի երեկոյան ժամը 6-ին եւ կշարունակվի մինչեւ գիշերվա ժամը 10-ը։ Մուտքն անվճար է։ Կազմակերպիչները խնդրում են նախապես գրանցվել կայքում։ Այցելուները կարող են դիտել նաեւ արվեստի ցուցադրություններ։ Կայարանի տարածքում կգործեն սննդի կետեր եւ խմիչքների վաճառք։ Միջոցառումը անցկացվում է Union կայարանի տոմսերի սրահում։ Այն հայտնի է իր գեղեցիկ ճարտարապետությամբ։ Այդ վայրում 93-րդ Օսկարի մրցանակաբաշխությունն է եղել։ Երեկոյին հանդես կգան Ռիո Քոստան եւ այլ DJ-ներ։ Միջոցառումը բաց է բոլոր տարիքի մարդկանց համար։ Այսօրվա համար պատրաստել էինք այսքանը, եթե դեռ չեք հասցրել դիտել մեր նախորդ թողարկումը, ապա կարող եք անցնել հենց այս հղումով, իսկ մենք կսպասենք ձեր լայքերին եւ մեկնաբանություններին։ Կհանդիպենք վաղը ժամը 5-ին։ Հաջողություն։